Եվս մեկ անգամ բարև ձեզ, մեր հյուրերը արդեն տաղավարում են եւ կխոսենք հեծանվից։ Այո, խոսելու ենք առողջ ապրելակերպի կողմնակիցների հետ։ Այսօր մեր հյուրերն են Հեծանիվ Պլյուս հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը, բարի առավոտ, եւ հեծանվորդ Մարիամ Ավետիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հեծանիվով եք եկել մեզ մոտ տաղավար։ Ոչ։ Չէ, այսօր չէ։ Ինչու՞։ Այդքան հարմար բան չէ, հա, Հեծանիվը։ Չէ, ուղղակի մեր այս ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատում են եւ մի քիչ մազութ է ամեն Մալացած եք գալիս։ Մալացած եք գալիս։ Պարզ։ Այսպեսի մի հարց, երբ մոտարապես մի 15-20 տարի առաջ հեծանվորդ են տեսնում, մատով ցույց են տալի, վազում են հետևից, ուզում են կծեին, ուզում են այսպես փուշը ձերտային, ուզում են նկարեն, նկարվեին հետը եւ այլ բավականին վայրենի հասարակություն էր եւ ինքս իմ վրա զգացել եմ, որ զգում եմ քեզ պապուասների մեջ։ Հիմա ինչպես են հեծանվորդին վերաբերվում։ Հիմա ահագին փոփոխություն կա, հիմա մենակ հեռավոր գյուղերում մեկ-մեկ պատահում է, որ հեծանվորդ տեսնում են, այդպես զարմանում են, իսկ առհասարակ Հայաստանի բոլոր Արարատյան դաշտավայրում ընդունված է, իդեպ դեռ այստեղ էլ չկար, բայց դաշտավայրում կար, ասենք արտաշատ բան այդ կողմերը մասից, այնտեղ որտեղ ուղիղը հարթավայր է եւ մարդիկ անգամ խոթհնձիել գնում էին հեծանիվով, ես հիշում եմ։ Ու միշտ նախանձել եմ, ասում ինչի՞ ես այդ գյուղում չեմ ապրում, որ մարդավոր հեծանիվ չէի։ Իսկ հիմա նորմալ է, հա, ասում եք։ Հիմա ահագին փոփոխություն կա, շատ մարդիկ այսօր հեծանիվ են գնում եւ օրեցօր ես նոր մարդ եմ տեսնում, ով ուզում է հեծանիվ գնի, չգիտեմ ինչ տենդենսա, մոդա է, թե մեկը մեկին ուզում են ցույց տան, չգիտեմ, բայց Փաստորեն ամեն երկրորդ ավելի շատ ինչի է պայմանավորված, մարդ ուզում է իսկապես առողջ ապրելակերպով ապրել, թե այն որ ցույց տա, որ ես հեծանիվ ունեմ եւ դա ինչ որ մոդայիկ է։ Շատերը ուղղակի այս խցանումներից են հոգնել, ունեն մեքենաներ, շքեղ մեքենաներ, բայց աշխատանքից ուշանում են, խցանումների մեջ են ընկնում, ներվայնանում են։ Չեմ հավատում, որ ուզում են հեծանիվ ունենա, որ այդքան ժամերով շքեղ մեքենա ունենա եւ նստի հեծանիվ, չգիտեմ։ Ինձ թվում է դա ուղղակի զբոսանքի, զբոսաշրջության, չգիտեմ, այսպես հոբի։ Լավ, Մարիամ, դու հեծանվորդ ես, այ հասկացանք, որ արդեն այնքան չեն զարմանում, տարօրինակ չեն նայում։ Իսկ հարգելը, տեսանյութից իմացանք, որ այդքան էլ չեն հարգում, նույն վարորդները ավտոմեքենաների։ Կոնկրետ եթե Երևանի մասին է խոսքը, այո, չեն հարգում, տեղ չեն տալիս։ Իսկ այն, որ դու աղջիկ ես, այլ կերպով չեն։ Ախր աղջիկը մազերը փաթաթում է, շլեմ հագնում, աղջիկը չեն իմանում։ Չէ, կարծում եմ, եթե իմանան, որ աղջիկ է, ես թվում է գոնե դա կհարգեն, բայց եթե չեն իմանում, քշում են վրա դու ինչ, երբ եւ ինչպես որոշեցիր, որ պիտի հեծանիվ վարես։ 2 տարի առաջ Վրաստան էի գնացել, այդպես ընկերներս որոշեցին, որ ես պետք է հեծանիվ սովորեմ վարել, այդտեղից է սովորեցի, ու առաջացավ այդ սերը իմ մոտ, որ ես պետք է հեծանիվ ունենամ, այդպես դրանից հետո էլ մի ծրագիր եմ իրականացրել, էլի կապված է հեծանիվի։ Ինչ է իրենից ներկայացնում։ Էկոտուրիզմ, ստերեոտիկա նման մի բան, հա։ Էկոսնունդ, էկոտրանսպորտով, այսինքն էկոտրանսպորտը դա հեծանիվն է, գյուղմթերքի իրացումը հեծանիվով իմ համայնքում։ Եվ օգուտ կա դա, բիզնես չի դարձել։ Չէ, սկզբնական շրջանում ինձ թվում է դա բիզնես կլինի, բայց ես հասկացա, որ գյուղմթերքից կոնկրետ իմ համայնքում ես չեմ կարող բիզնեսով զբաղվել, որոշեցի եթե նույնիսկ շահույթ լինի, ես կամ մանկատներին տրամադրեմ, կամ ծերանոցներին ու հոկտեմբերի 1-ին է, չգիտեմ, գիտեք դուք թե ոչ, բայց ծերերի օրն է, որոշել եմ իմ ընկերների հետ, ովքեր այս ծրագրի մեջ կամավորներ են, իրենց հետ գնանք ծերանոց։ Բարի, լավ բան է։ Ընդհանրապես զգացել եմ, հեծանիվով ասենք զբաղվողները այդպես ինչ-որ միշտ հասարակական ինչ-որ գործունեություն ունեն, ասենք իրանք ոչ միայն հեծանիվ են քշում, այլ տես Մարիամը ասենք ինչ-որ տենց էկոսնունդ, էկոեսին։ Բայց զուգահեռ դու սովորում ես, Մարիամ, ավարտել ես, աշխատում ես, գումար ինչով ես վաստակում։ Հեծանիվ քշելով դժվար վաստակ ես։ Գումար չեմ վաստակում, ես սովորում եմ Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանում, հատուկրթության ֆակուլտետում, դիպլոմ մանկավարժ եմ, ապագա։ Հա, որ կուրս ես։ 3-րդ։ Հա, դեռ ունես, հետագայում հասկանալու, որ մենակ հեծանիվորդ։ Չէ, որ իմանամ, այդ հեծանիվորդ կոչվածը կարա վաստակի իր հեծանիվով, թե ոչ։ Հեծանիվորդը մասնագիտություն չի, հեծանիվորդը դա տրանսպորտ է,
կամ տրանսպորտ է, կամ հաճույք է, հոբբի է, հա։ Հասկացա։ Բայց երբեմն ասում են ավելի մատչելի է եւ դրանով էլ լավ, բայց արդյոք մատչելի է։ Կան հեծանիվներ, որոնք 200-300 հազար արժեն եւ սովորական մարդը կարող է իրեն թույլ տալ հեծանիվ։ Կարծում եմ ավելի էժան է, քան մի քանի $1000 արժողության հին մեքենա։ Ու կարևորն է, որ սա վառելիք չի վառում, տարատեսակ հարկեր չես մուծում, տրանսպորտի օրեկան փող չես վճարում, գային փող չես վճարում։ Բայց կարող ես արդյոք այդ հեծանիվով 9-րդ մասիվ բարձրանալ օրինակ։ Հեծանիվով մարդիկ այսօր Անգլիայից դուրս են գալիս, սաղ աշխարհը ֆլում են։ Հա, բայց երբ որ հարթ է։ Հարթ չէ, ամենատարբեր ռելիեֆի դեպքում նույնիսկ այնպիսի տեղանք կա, որ մեքենան չի բարձրանում, բայց հեծանիվը Բայց դա գնում է։ միայն լավ հեծանվորդ չէ։ Դա միայն լավ հեծանիվը եւ միայն լավ հեծանվորդ։ Դժվար թե մարդուն ով որ տարիներ շարունակ երբեք չի քշի հեծանիվ, նստածնես հեծանիվ ճիշտ է արչինել կարելի է հեծանիվ քշել, սովորացնել, նապաստակին երբեմն ծխել սովորացնում են եւ այլն, բայց դա ժամանակ կանցնի, երբ որ մարդը ասենք արդեն կամաց կսովորի։ Ինձ թվում է թե պետք է ի սկզբանե մարդ որ փոքր է, հա, երեխա ժամանակում դպրոցից բանից, ասենք սովորեցնել, որ հեծանիվը վատ բան չի, էլի, ասենք ինչ որ ծրագիր կա այդպիսի կամ ինչ որ բիտում կա, ինչ որ ակցիաներ անում եք, որպեսզի մարդիկ հասկանան, որ հեծանիվն էլ է տրանսպորտ։ Օրինակ Հայաստանում հիմնականում բոլոր մանուկները հեծանիվ վարում են, փոքրուց իրենց հիմնական զբաղմունքն է, ուղղակի մեծանալուց հետո սկսում են ամաչել, մեքենա քշել, մեծ մարդ է, ես որ փոքր էի, միշտ հիշում եմ, ու փոքր չէ, անգամ երբ արդեն մեծացա էլ, միշտ այդպիսի ֆրազ եմ լսել, ապե կտաս միկրու քշեմ։ Ասենք դա այսպես դարձվածք է։ Կառույց է, էլի խոսքային ասենք, ապե կտաս միկրո քշեմ, նաև դա ինձ ասել են այս վերջերս։ Այսինքն ես արդեն ապե չեմ վաղուց երեխայի համար, բայց միևնույնն է, ինձ նայեցին ու ասեն ապե կտաս միկրո քշեմ, այսինքն միշտ վերաբերվում են հեծանիվ քշողին ոնց որ երեխայի։ Ասենք ինքը երեխա է, ասենք որ հեծանիվ է քշում, ասենք ես արդեն դրեցի կատարության համար եկա էշ եմ, վաղուց ապե չեմ, բայց միևնույնն է, ասենք ինձ էլի կարող են դիմել ապե։ Որտեղից է գալի այդ անհարգանք վերաբերմունքը հեծանվորդի նկատմամբ։ Դա իմ ժամանակներում չէ, դա ձեզնից առաջ է այդպես եղել ու մինչև օրս էլ արմատացած եղել է, մնում է, բայց այսօր մենք ուզում ենք այդ ամեն ինչը փոխել, որ ոչ միայն ապեներն են հեծանիվ քշում, այլ մեծ մարդիկ, նույնիսկ մեծահարուստները։ Քանի անդամ ունեք դուք, ինչպես ստացեց, որ որոշեցիք հենց այս ուղղությամբ ՀԿ հիմնել եւ այլն։ Ամեն ինչ սկսվեց այդ բնապահպանական շարժումներից, Թեղուտի անտառների կոտորածից եւ մենք բնապահպանական ակցիաներ իրականացնում հեծանիվի միջոցով, քանի որ հեծանիվ շատ քիչ էր Երևանում եւ հեծանվորդներին տեսնելով մարդկանց ուշադրությունն էին գրավում, մեր վրա փակցնում էինք պաստառներ, տեղեկացնում էինք բնապահպանական խնդիրների մասին։ Բայց շատ մեր բնակչության մեծ մասը ուզում էր միանալ մեր ակցիաներին, բայց հեծանի վարել չգիտեն, փոքրուց ամաչել են կամ չեն ունեցել, չեն սովորել եւ մենք որոշեցինք իրենց սովորեցնել ու բարբերաբար կազմակերպում ենք անվճար հեծանվային վարժանքներ, ովքեր վարել չգիտեն, սովորեցնում ենք վարել, որպեսզի մեր հեծանվորդների բանակը շատանա։ Դուք փաստորեն օգտվեցիք այն ուշադրությունից, որոնք գրավում են, հա, հեծանվորդները եւ լավ կողմով դա օգտագործեցիք, լավ միտք է։ Լավ, իսկ այսպեսի մի բան, Հայաստանում, ու Երևանում ասենք, չկան հեծանվորդի համար ճանապարհներ, այսինքն եթե Եվրոպայում մենք տեսնում ենք հեծանիվ գծած ինչ-որ այսպես գծանշաններ եւ կարելի է թեև հեծանով ասեմ, մեզ մոտ չկա, կամ մայթերով ես քշում խանգարելով հետիոտին կամ ճանապարհով ես քշում խանգարելով մեքենաներին, հա ինչ անենք։ Միևնույն ժամանակ վտանգելով քո կյանքը, բայց անհնարին չի, հնարավոր է եւ մենք վարում ենք փողոցներով, ճիշտ է շատ զգուշությամբ, բայց փողոցներով վարում ենք եւ փորձում ենք վարորդներին սովորեցնել, որ հեծանիվն էլ է փոխադրամիջոց, նույն այդ ճանապարհով հեծանիվի վրա նստած մարդը եւ նույն չափ, ասենք կարող է վտանգի ենթարկվել ինչ որ հասարակ հետիոտը, որ հեծանիվի վրա չի։ Իսկ դա քե բոլոր այն ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհ տրանսպորտային օրենքները
նույնպես հեծանվորդի համար, այսինքն դուք եք կարմիր լույսի տակ կանգնում, ձեզ կարող է ոստիկանը կանգնեցնել։ Այո, բոլոր օրենքներից մենք օգտվում ենք եւ վերաբերվում է մեզ, բացառությամբ հեծանվորդին մի քանի արգելքներ կան, որ եթե մի քանի գիծ ունի ճանապարհը ձախ շրջադարձ չի կարելի հեծանվորդին, պետք է իջնի, հետնյոտնի անցումով անցնի, այնտեղից շարունակի Եվ ճանապարհից ընդամենը 50 սանտիմետր պետք է քշի։ Ու պետք է երթևեկի ամենաաջ մասով, բայց շատ ժամանակ մեր փողոցներում աջ մասը հիմնականում մեքենաներ են կանգնած կամ կանգառների մոտ եւ հեծանվորդը անցնելու տեղ չունի, ստիպված պետք է անցնի դրանց ձախ մասով։ Եվ երբ հայտնվում ես երկրորդ կամ երրորդ շարքում, անմիջապես ազդանշան են տալի, ուր ես հելել, փողոցի մեջտեղը, բայց իրանք չեն մտածում, որ աջ մասը փակ էր, դրա համար հեծանվորդը անցավ, չէ՞։ Երբ որ աջ մասը բաց է, հեծանվորդը երբեք չի գնում երկրորդ, երրորդ շարքով քշի։ Հնարավոր է, որ ասենք մեր պետավտոտեսությունը հեծանվի մասին օրենք ընդունի, կամ ոչ թե օրենք, այլ կարգ, հա, ասենք, որ դու իրավունք ունես այս բաները անել, այս բաները պետք է չանես եւ այլ եւ լավ կլինի դա իսկ հնարավոր է դա այնպես անել, որպեսզի հասկանա, որ պիտի անել, որովհետեւ հեծանվորդները շատացել են։ Այդպիսի կարգը կա, կանոնադրություն կա, գրանցված է, օրենքով կա, ամեն ինչը կա, ուղղակի հեծանվորդները, քանի որ շատանում են, օրեցօր վթարների դեպքերն են շատանում եւ մեր պատկան մարմինները պետք է մտածեն ազգաբնակչության մասին եւ հեծանվորդների համար հատուկ արահետներ ստեղծեն, որպեսզի վթարների դեպքերը քչացնեն։ Ախր այդ արահետները ստեղծելու համար պետք է ուղղակի չթողնես, որպեսզի մեքենաները մայթերի մոտ կանգնեն։ Իսկ մեր մոտ ոչ թե չեն թողում, որ կանգնեն, դեռ ավելին օրինականացրել են, կարմիր գիծը գծել են եւ սարքել են ստաբանը, ավտոկայանատեղիներ, հա։ Հիմա բա ո՞նց անեն, ասենք դա մեր քաղաքը նախատեսված չի, հասկանում եք։ Նա ի սկզբանե սարքած է մեքենաների համար։ Դե կարելի է ձևափոխել, ամեն ինչ էլ միանգամից չի լինում։ Պետք է հարմարություններ ստեղծեն։ Իսկ եղել է, որ ոչ սթափ վիճակում, ասենք, հեծանիվ վարեք եւ ոստիկանը կանգնեցնի։ Չէ, մենք շրջապատում ամենայն դեպս մենք արգելում ենք հեծանիվ։ Եթե նույնիսկ կան, ապա մեր արշավների ժամանակ կամ երթերի արգելում ենք մասնակցել եւ նման խմած մարդը իմ փորձից ասեմ, որ երբ որ խմած է սիրտ աշխատում է մոտորապես մի 5 անգամ ավել։ Եթե դու հեծանիվ էլ քշես, ասենք հեվաս պարկնես 2 վայրկյանից, դա ասենք։ Բայց ոչ բոլորն են դա հասկանում, երբ որ ոչ սթափ վիճակում են։ Դե մի ասում, ապե մի կրուկ քշի կհասկանա, որ չի կարող քշես անգամ չի, դա մեքենա չի, որ նստես քեզ համար ասենք ու քշես, հա։ Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Հեծանիվ Պլյուս հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը եւ Մարիամ Ավետիսյանը, հուսամ կգա որ օրենքները կլինեն ոչ միայն գրված, այլ նաեւ կկիրառվեն եւ ձեզ համար էլ։ Այո, հեծանվորդների խնդիրները ամենակարևոր եւ հրատապ խնդիրները չեն, որ պետք է մենք լուծենք, բայց դա էլ է խնդիրը օրեց օր մեծանում է։ Ձերներս չկա մեծ խնդիրներ կամ փոքր խնդիրներ, որ լեգոյի նման հենց հավաքում են ու դառնում են հոռոմի պատմություն։ Դե ինչ ձեզ մաղթում ենք հաջողություն, շնորհակալություն, որ մեզ հետ զրուցեցիք, իսկ մենք այս պայն դիտենք տեսահոլովակ։